Եվ այսպես պատմական իրադարձություն Հայաստանում այս օրերին մեր երկիրն աշխարհի ուշադրության կենտրոնում է վերածվելով տարածաշրջանային դիվանագիտական կարևոր հարթակի։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստան է բերել մի քանի տասնյակ երկրի ղեկավարների բարձրաստիճան պատվիրակությունների։ Առավոտյան նրանց դիմավորել է վարչապետը, Ադրբեջանի նախագահը միացել է տեսակապով։ Ելույթում Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել այս պատմությունը համահեղինակելու համար, հույս հայտնել, որ քննարկումների արդյունքում գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային կայունության եւ խաղաղության համար նույնպես եւ հաջողություն է մաղթել նպատակին հասնելու ճանապարհին։ Մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Արդեն 2 տարի է ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով եւ սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր։ Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Եվ սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով, բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, իմիջիալոց Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց տեխնացություններին, հյուրընկալելու այս գագաթնաժողովները։ Պատվարժան հյուրեր, ինձ համար շատ բան է տեղի ունեցել այս գագաթնաժողովների շրջանակում եւ տեղի ունենում նաեւ հիմա պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ նշված Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Պրահայում եւ հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, մասնակցում է Երևանում այս գագաթնաժողովին եւ նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելում է Հայաստան։ Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցեգովինայի նախագահները, Եվրոպական խորհրդարանի նախագահ, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտեյնի վարչապետները այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ։ Սահեստական պատճառն է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը։ Հարգելի ընկերներ, շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս պատմությունը Հայաստանի համար։ Իհարկե, այս գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստի համար եւս, հատկապես հիմա, երբ աշխարհի առջև ահագնացող եւ բազմակի մարտահրավերներ են ծառանում Ուկրաինայից մինչեւ Մերձավոր Արևելք, ես հանդգնում եմ հուսալ, որ մեր քննարկումների եւ խոսակցությունների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է պատմական գագաթնաժողով դառնալ միջազգային խաղաղության եւ կայունության համար նույնպես։ Եվ ես մեզ մաղթում եմ հաջողություն եւ հետեւողականություն այս նպատակին հասնելու ճանապարհին։ Առաջին անգամ է, որ Եվրոպական քաղաքական համայնքը հանդիպում է այստեղ Հարավային Կովկասում, Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում, որտեղ Հայաստանը պատկանում է, հաշվի առնելով հինավուրց պատմությունը։ Այս մասին գագաթնաժողովի շրջանակում ելույթում ասել է Եվրոպական խորհրդի նախագահը Անտոնիո Կոշտան, եւս իրադարձությունը պատմական է որակել, նշելով, որ գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի կնքած համաձայնության շնորհիվ, համաձայնություն, որը խաղաղության պատմություն է Եվրոպայի համար, Եվրոպայում, որը պետք է տոնվի մի աշխարհում, որտեղ պատերազմները կարծես գերակայում են։ Առաջին անգամ է, որ մենք հրավիրել ենք ոչ եվրոպացի գործընկերոջ, Կանադայի վարչապետ Մարկ Կարնին, ով մասնակցում է գագաթնաժողովին Եվրոպական քաղաքական համայնքի։ Բարի ողջույններս, Մարկ։ Աշխարհագրաքաղաքական իրավիճակը Եվրոպայում այս պահին Եվրոպական տարածաշրջանում տեսնում է ռուսական ագրեսիա Ուկրաինայի դեմ եւ հակամարտություն միջին արևելքում, սա եւս մեկ անգամ փաստում է, որ մեր աշխարհամասերը այս պահին
ձևավորում են 30-60 տեսլական իր անվտանգության համար։ Այս տեսլականը որպես այդպիսին 360 այսչան պետք է առաջ մղվի համապատասխան սկզբունքների ներքո։ Եվրոպան պետք է կանգնի առաջնագծին միջազգային իրավունքի եւ կարգի պահպանման եւ միաժամանակ հետևելով ՄԱԿ-ի խարտիային կամ կանոնագրքին ստեղծի բազմակողմանիության եւ համագործակցության հարթակ։ Սակայն աշխարհն այսօր միայն աճող անկայունության հանգույց չէ, կա երկրորդ կարևոր միտումը։ Աշխարհում բազմաբևեռականությունն է զարգանում։ Սա մի միտում է, որը պահանջում է բազմաբևեռ փոխգործակցություն, միտված խաղաղության եւ ընդհանուր բարգավաճման կարողությունների ձևավորման։ Բոլոր այս մակարդակներում Կանադան համախոհ կողմ չէ միայն, այլ գործընկեր։ Կանադան կիսում է Եվրոպայի գլոբալ 360 աստիճան տեսլականը անվտանգության։ Կանադան մեզ հետ միասին ցանկանում է ստեղծել միջազգային կարգ, որը հենված է միջազգային իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի վրա։ Կանադան առաջատարն է բազմակողմանիության ՄԱԿ-ի համակարգի հետ միասին, որն իր սրտում է։ Եվ վարչապետ Կարնեն այս պահին այն ջատագովն է, որը պետք է այս փոխգործակցությունը առաջ մղի։ Հենց այդ պատճառով է, որ Կանադան առաջին անգամ որպես ոչ եվրոպական հյուր մասնակցում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Մարկ, ողջունում եմ ձեզ, դուք մեր ընկերն եք։ Սակայն ԵՔՀ-ն միայն ընդհանուր եվրոպական սկզբունքների վրա հիմնված տեսլականի ձևավորման չէ միտված խաղաղության եւ բարգավաճման։ Եվրոպան նաեւ միտված է այդ տեսլականը բերելու իրականություն, էներգետիկայի, փոխկապակցվածության, ժողովրդավարական դիմակայունության ուղղություններում։ Սրանք են հիմնական թեմաները մեր այսօրվա գագաթնաժողովի եւ այդ թվում դրան հաջորդող կլոր սեղանների քննարկումների։ Վստահ եմ, որ այսօր եւ հաջորդող գագաթնաժողովներին ԵՔՀ-ն կդառնա գործողությունների հիմնական խթանը, գործողությունների, որ միտված կլինեն աջակցելու Ուկրաինային, Մոլդովային եւ Հայաստանին եւ միաժամանակ կապահովեն եվրոպական կոալիցիայի ստեղծում թմրանյութի ապօրինի վաճառքի դեմ։ Ես ցանկանայի շնորհակալություն հայտնել իհարկե Էմանուել Մակրոնին եւ Վրաստանի վարչապետին այս կարևոր նախաձեռնությունն առաջ մղելու համար։ Ես կցանկանայի շնորհակալությունս հայտնել վարչապետ Փաշինյանին մեզ այսօր այստեղ հյուրընկալելու համար, բայց միաժամանակ թույլ տվեք շնորհակալություն հայտնել խիզախ քաղաքական որոշումների համար, որ նա կայացրել է Հայաստանին բերելով ավելի մոտ Եվրամիությանը։ Այստեղ է, որ այս ճանապարհը վստահաբար մենք դիտարկում ենք ոչ սխալական։ Այդ ճանապարհը դեպի Եվրամիություն է։ Եվ Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովն այստեղ եւս մեկ անգամ փաստում է այդ ուղղության ճիշտ լինելը եւ դա արժե տոնել։ Սակայն այսօր խոսքը եվրոպական քաղաքական համայնքի մասին է եւ ես բոլորին մաղթում եմ հաջող քննարկում։ Շնորհակալություն։ Թե Հայաստանը, թե Ադրբեջանն արդեն իրական օգուտներ են ստացել խաղաղությունից, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը տեսակապի միջոցով ելույթում։ Նաև նշել, որ իր մասնակցությունն արդեն ակնառու է դարձնում այն, որ Ադրբեջանի եւ Հայաստանի խաղաղությունն իրականություն է։ Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հավատարիմ են մնում խաղաղության օրակարգին, չնայած գործընթացին խոչընդոտելու փորձերին։ Նա շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ, նշել, որ Հայաստանի առաջնորդի հայտարարությունները հաստատում են խաղաղության հանդեպ հավատարմությունը։ Ելույթում Ալիևը նաև բողոքել է եվրոպացիներին որոշ եվրոպական կառույցների վարքագծով պայմանավորված։ Եվ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները։ Այս հնարավորությունից օգտվելով ես կցանկանայի երախտիկս հայտնել Եվրահանձնաժողովին վերջինիս դիրքորոշման համար Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի նկատմամբ։ Ցավոք սրտի ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցադրել նույն մոտեցումը։
Նրանցից մեկը Եվրոպական խորհրդարանն է եւ մյուսը Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովը։ Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը տարածելով զրպարտանք եւ սուտ։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին բերել արդարության։ Մայիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ոլորտներում, կասեցնել մասնակցությունը ԵՄ Ադրբեջան խորհրդարանական փոխգործակցության կոմիտեի գործունեությունում եւ նախաձեռնել ընթացակարգ Euronest-ի խորհրդարանական վեաժողովին անդամակցության մասնակցության դադարեցման։ Մենք խորհրդարանական գագաթնաժողովի ընթացքում մեր դիտանկյունները եւ մտահոգող հարցերը բացահայտ կերպով արտահայտել ենք, ես պարզապես որոշել էի գործընկերներիս իրազեկել այս ուղղությամբ տեղի ունեցողի մասին, որպեսզի ապատեղեկատվություն եւ մանիպուլյացիաներ չլինեն։ Ավարտելով, թույլ տվեք շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել վարչապետ Փաշինյանին Հայաստանում ԵԿՀ գաղտնաժողովի անցկացման կապակցությամբ եւ նշել, որ չնայած բոլոր այն մարդկանց ջանքերի, ովքեր փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին եւ իմ հայ գործընկերոջ ելույթը շատ հստակ դա ընդգծեց։ Մաղթում եմ հաջողություն գաղտնաժողովին, շնորհակալություն։ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել։ Արարողությանը ներկա են եղել վարչապետը, Եվրոպական խորհրդի նախագահն ու Եվրահանձնաժողովի նախագահը։ Հաջորդիվ տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցն Անտոնիո Կոշտայի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արդեն ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որն առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթնաժողովների մակարդակում։ Իհարկե դրանց արանքում ենթադրելով, որ անհրաժեշտ է անել բավականին մանրամասն եւ ծավալուն աշխատանք, ինչը մինչեւ հիմա արվել է։ Վարչապետը շեշտել է, որ նեղ կազմով արդեն քննարկել են հարցերի բավականին լայն շրջանակ եւ ուրախությամբ է արձանագրում, որ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ կան ընդհանրական որոշումներ։ Եվրոպական խորհրդի նախագահն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, դարձյալ իրադարձությունը պատմական համարել, նշել, որ գագաթնաժողովի անցկացումը ապացույց է այն բանի, թե ինչպես է Եվրամիությունը ցանկանում հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ։ Գագաթնաժողովի ավարտին հնչել են հայտարարություններ, եվրապաշտոնյաները դարձյալ շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, վերահաստատել գործընկերությունը նոր ավելի բարձր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։ Սրանով թերևս արտահայտվում է պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը եւ այս ձևակերպումները արտահայտում են պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, երբ մենք միևնույն տեղում գտնվելով, բնականաբար երկիրը որևէ տեղ չի շարժվել, քաղաքական գործընթացների արդյունքում պատմական աշխարհագրական վատ եւ երբեմն նույն սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի աշխարհագրական գերազանց դիրք։ Աշխարհագրական այն դիրքից, որը ծառայում էր կամ օգտագործվում էր մեր բոլոր խնդիրները բացատրելու համար, հիմա այդ նույն աշխարհագրական դիրքը ծառայում է եւ պիտի ակնհայտորեն ծառայի իրականացնելու համար ինքնիշխան, ազատ, բարեկեցիկ, անվտանգ երկիր ունենալու տեսլականը իրագործելու համար։ Եվ սա իրապես պատմական փոփոխություն է։ Բայց սա միակ նրբությունը չէ տեղի ունեցող պատմական փոփոխությունների, այսօր Եվրոպական միության կողմից հայտարարություն է ընդունվել, որով կոչ է արվում տնտեսվարողներին ներդրումներ անել Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ։ Սովորաբար նախորդող ողջ շրջանում անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը համարվել է ներդրումների ռիսկային գոտի։ Հիմա Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակով կոչ է անում եւ հրավիրում է տնտեսվարողներին, ներդրողներին
ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում։ Սա նույնպես պատմական նշանակություն ունեցող փաստ է, որովհետև նախկինում երբեք մենք նման կոչ, նման ուղերձ չենք լսել մեր շատ միջազգային գործընկերներից։ Մենք այսօր հարցերի շատ լայն շրջանակ ենք քննարկել եւ պիտի արձանագրեմ, որ հենց գագաթաժողովի ձևաչափում հանդիպելը եւ քննարկում ունենալը բխում է այն պարզ իրողությունից, որ Հայաստան Եվրոպական միություն օրակարգը այնքան է ընդլայնված եւ այնքան մեծ կշիռ է ստացել, որ այլևս ըստ էության անխուսափելի էր այս ձևաչափի ձևավորումը, որը պիտի ընդունենք ձևավորվել է բնական ճանապարհով, այսինքն զարգացումների արդյունքում, որտեղ իհարկե կողմերի քաղաքական կամքը եւ քաղաքական հանձնառությունը ունեցել է շատ կարևոր նշանակություն։ Էներգետիկ ոլորտում մենք շատ լուրջ համատեղ նախագծեր եւ ծրագրեր ունենք, որպեսզի մեկտեղենք Հայաստանի ռեսուրսները եւ այն տեխնոլոգիաները, որոնք հասանելի են Եվրոպական միությանը։ Առիթ ունեցել եմ ասելու, որ այստեղ էլի միջայլոց պատմական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն համարվել է էներգետիկ ռեսուրսների տեսակետից սահմանափակ, այսինքն էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիր եւ այդ առումով բնականաբար դասվել է էներգետիկ կախյալ երկրների շարքը, բայց նոր ժամանակներում պարզվել է, որ Հայաստանը ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ, որովհետև Հայաստանում մենք ունենք տարածաշրջաններ, ռեգիոններ, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը, սա նշանակում է, որ արևային էներգետիկայի զարգացման անսահման հնարավորություններ կան մեր երկրում։ Այն, ինչը մեզ պակասում է, կուտակիչ կայաններն են, եւ ես շնորհակալ եմ Եվրամիության մեր գործընկերներին կուտակիչ կայանները Հայաստանում զարգացնելու ուղղությամբ մեզ աջակցելու պատրաստակամության համար։ Իհարկե սրանք էներգետիկ ոլորտում արվող առաջին եւ առաջիկա քայլերն են, բայց պիտի նաեւ արձանագրեմ, որ կուտակիչ այլ տեխնոլոգիաներ կան, որոնք հենված են ջրի ցերեկային կուտակման եւ գիշերային ժամերի օգտագործման վրա։ Իհարկե մենք Եվրամիության հետ աշխատում ենք նաեւ կանաչ ջրածնի արտադրության տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ եւ այլ հնարավոր ուղղություններով, բայց ռազմավարական առումով մենք համոզված ենք, որ ճիշտ ճարտարապետության վրա հենվելու պարագայում Հայաստանը կարող է լինել ոչ միայն էներգետիկ առումով ինքնաբավ երկիր, այլև կարող է էներգետիկ արտահանման պոտենցիալը ել ավելի զարգացնել։ Մենք Եվրոպական միությանը շնորհակալ ենք այս ընթացքում մեզ ցուցաբերած աջակցության համար, ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում ունեցած առաջընթացների համար, բայց մենք արձանագրում ենք նաև, որ մի շարք ուղղություններով ներառյալ անկախ դատական համակարգ, ներառյալ կոռուպցիայի դեմ ավելի համակարգված պայքար, ներառյալ բարեվարկության համակարգերի ավելի գործուն մեխանիզմների ներդրում, այդ բոլոր ուղղություններով մենք ակնկալում ենք Եվրոպական միությունից ստանալ շարունակական աջակցություն եւ սա իհարկե շատ կարեւոր է այն առումով, որ տնտեսական մեր գործակցությունը հենված է ընդհանուր արժեքային հենքի վրա, ինչը իհարկե արտահայտված է մեր քաղաքական հայտարարություններով, բայց քաղաքական հայտարարություններից բացի մենք նաև նախորդ տարի ընդունել ենք Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը հիշեցնեմ նախաձեռնվել էր քաղաքացիական հասարակության կողմից եւ քաղաքական մեծամասնությունը մի ինչ որ պահի նաև միացավ այդ նախաձեռնությանը եւ այդ նախաձեռնությունը ստացավ օրենքի ուժ եւ կարծում եմ սա շատ լավ եւ լրացուցիչ խթան է, որպեսզի մենք նոր շունչ հաղորդենք
ժողովրդավարական եւ ընդհանրապես ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որպեսզի հնարավորինս արագ հասնենք Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանող երկրի կարգավիճակին։ Նախկինում ասել եմ, հիմա էլ եմ ուզում ընդգծել, սա մեր միջանկյալ հիմնական նպատակն է, որովհետև մենք հասկանում ենք, որ որևէ երկիր չի կարող Եվրամիության լիիրավ եւ լիարժեք անդամ դառնալ առանց Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու եւ հետեւաբար մեր առաջնային խնդիրն է նախ համապատասխանել Եվրոպական միության ստանդարտներին, իհարկե Եվրոպական միության մեր գործընկերների աջակցությամբ։ Երբ մենք արդեն լիարժեք համապատասխան կլինենք Եվրոպական միության ստանդարտներին, այդ պարագայում մենք ունենք երկու տարբերակ, կամ մեզ կընդունեն Եվրոպական միություն, ես սա ինչու եմ ընդգծում, որովհետև դա քաղաքական որոշման հարց է, Եվրոպական միությունը ինքը պետք է որոշումներ կայացնի, մենք դեռ չգիտենք, թե արդյոք Եվրոպական միությունը կարող է նաև որոշում կայացնել, որ չի ընդլայնվում այլևս որևէ պատճառով, բայց եթե մեզ կընդունեն Եվրոպական միության անդամ, մենք ուրախ եւ երջանիկ կլինենք դրա համար, եթե մեզ չեն ընդունի Եվրոպական միության անդամ, բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր, սրանից բխող բոլոր դրական արդյունքներով։ Հայաստանը դարձել է Եվրոպայի եւ Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց։ Եվրոպական միությունը Հայաստանի եւ ավելի ընդգրկուն տարածաշրջանի համար խոշոր երկարաժամկետ գործընկեր է հանդիսանում։ Ավելի ուժեղ տրանսպորտային, էներգետիկ եւ տնտեսային փոխկապակցվածության միջոցով մենք կարող ենք վստահություն խրախուսել, աշխատատեղեր ստեղծել եւ հարևաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տևական խաղաղության ամենից արդյունավետ հիմքն է հանդիսանում։ Հայաստանը կարող է ապավինել Եվրոպական միությանը այս փոխակերպող ուղին միասին անցնելու համար։ Մենք հավասարապես հանձնառու ենք աջակցել Հայաստանի դիմակայությանը եւ ազգային անվտանգությանը։ Հայաստանում Եվրամիության նոր գործընկերության առաքելությունը կօգնի ամրացնել ճգնաժամերին արձագանքելու կարողությունը եւ կնպաստի երկրի երկարաժամկետ կայունությանը։ Ավարտելով գագաթնաժողովը կցանկանայի ընդգծել մեր համատեղ առաջընթացի նվաճումները։ Մեր հետապնդած ընդհանուր նպատակները՝ կայունություն, ժողովրդավարություն, խաղաղություն եւ Հայաստանի համար բարեկեցություն։ Մենք շարունակելու ենք ուղղորդել մեր ջանքերը հետայսու, վարչապետ Փաշինյան, կրկին շնորհակալություն եմ ձեզ հայտնում մեզ հյուրընկալելու համար եւ մեր քննարկումների համագործակցային ոգու համար։ Մենք ակնկալում ենք շարունակել այս կենսական աշխատանքը միասին գալիք տարիների ընթացքում։ Մենք գիտենք, թե ինչքան կարևոր է Հայաստանի համար կուռ ինտեգրվել ռեգիոնալ տրանսպորտային ցանցերի մեջ, եւ ահա թե ինչու մենք կսատարենք ձեր ինտեգրումը անկյունաքարային տրանսպորտային ցանցերի մեջ, ինչպես օրինակ Անդր Տրանսկասպիան տրանսպորտային միջանցքը, որը ռազմավարական կարևորություն ունի նաեւ Եվրոպայի համար, ինչպես նաեւ հաշվի առնելով աճող առևտրաշրջանառությունը մեր երկու տարածաշրջանների միջև։ Ահա ինչու այսօր մենք բարձր մակարդակի երկխոսություն ենք մեկնարկում տրանսպորտի շուրջ։ Տրանսպորտի եւ տրանսպորտային ցանցերը շարժիչ ուժն են նպաստելով մրցակցությանը։ Երկրորդ, հենասյուն, ինչպես դուք ասացիք, էներգետիկան է։ Հայաստանի արագ զարգացումը արևային էներգետիկայի նշանակալի է։ Հստակ նշան է ձեր նվիրմանը Հայաստանի էներգետիկ խառնուրդը դիվերսիֆիկացնելու եւ գերագույն կարևորություն ունի, եթե մենք նայենք օրինակ էներգետիկ ճգնաժամին, որին մենք բոլորս այժմ բախվում ենք, մենք սատարում ենք նախագծերը խթանելու ձեր էներգետիկ անվտանգությունը, մասնավորապես հաշվի առնելով թանկարժեք վերականգնվող ռեսուրսները, որոնք դուք նկարագրեցիք։ Սա արդեն ներառնում է 25 միլիոն եվրոյի Կովկասյան էլեկտրահաղորդակցության ցանցի եւ էներգետիկ կուտակիչների կառուցմանը, ապավելու ձեր մատակարարման անվտանգությունը։ Երրորդ, հենասյունը թվանշայինը Հայաստանը ապշեցուցիչ նոր ծագող ԱԲ եւ ինժեներական էկոհամակարգ ունի։ Սա ուժեղ կողմ է եւ մենք ուզում ենք հենվելով դրա վրա կառուցել ավելին։ Մենք միասին վերհանել ենք Միլայն ընտրանի նախագծերի եւ մենք բոլորս այստեղ այս սենյակում ակնատես ենք եղել ստորագրմանը մի քանի մտադրության նամակների
առաջատար ընկերությունների հետ հայաստանյան եւ մենք խրախուսում ենք եվրոպական ընկերությունների ներդրումներ անել այստեղ, որտեղ կա կադրային պոտենցիալը եւ հնարավորությունները համատեղվելով Հայաստան հենց այնտեղն է, որտեղ պետք է դուք բոլորը լինեք։ Երկրորդ գերակայությունը, որ այսօր քննարկում ենք, ավելի ամուր համագործակցությունն է համատանգային ոլորտում, եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում մենք հոտարում ենք Հայաստանի զինուժին, բայց Հայաստանը պետք է նաեւ դիմակայի հիբրիդ սպառնալիքներին, միջամտություններին, ինֆորմացիոն դաշտի մանիպուլյացիաներին եվրոպական մեր գործընկերությունը ձեզ նպաստել է դեմն առնելու այդ հիբրիդ սպառնալիքների եւ ապատեգացման մի բան բացարձակապես հստակ է։ Միակ լեգիտիմ աղբյուրը իշխանության այս երկրում հայ ժողովրդի կամքն է։ Երրորդ գերակայությունը համագործակցությունն է վիզայի քաղաքականության եւ ներքին գործերի ասպարեզում, վիզաների ազատականացումը գերակայություն է, որը խորապես կարևորվում է հայ ժողովրդի կողմից եւ իրավացիորեն այդպես։ Քանի որ մենք ուզում ենք իրար մոտեցնել մեր ժողովուրդներին, հաճույքով ներկայացնում ենք առաջին առաջընթացի զեկույցը, շնորհավորում ենք այն խիստ դրական բնույթ ունի, լավ աշխատանքը եւ առաջընթացը արձանագրելով անցյալ նոյեմբերից ի վեր եւ մենք միանգամայն վստահ ենք, որ մենք սա կանենք։ Գեցե Եվրամիության եւ Հայաստանի բարեկամությունը X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այսօր կայացել է պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահի դիմավորման արարողությունը, որից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման համատեղ հռչակագիր են ստորագրել։ Արարողությանը հաջորդել է համատեղ հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը խոսել է ստորագրված փաստաթղթերի մասին, մասնավորապես նշել, որ հյուսիս-հարավ սուպեր նախագիծն արդեն միսուարյուն է ստանում։ Մակրոնը նույնպես թվարկել է համագործակցության ոլորտները, նաեւ անդրադարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը։ Այնուհետև նրանք պատասխանել են լրագրողների հարցերին։ Ի պատասխան լրագրողի հարցի Մակրոնն ասել է, որ չպետք է թույլ տալ, որ կայսրությունները Կովկասն իրար մեջ բաժանեն։ Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի ստորագրման համար պատիվ ունեմ հրավիրելու Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին։ Pour la signature de la déclaration conjointe sur l'établissement d'un partenariat stratégique entre la République française et la République d'Arménie, j'ai l'honneur d'inviter M. Emmanuel Macron, président de la République française, et M. Nicole Pachinian, Premier ministre de la République d'Arménie. Ես ուզում եմ հատկապես ընդգծել հյուսիս-հարավ ավտոճանապարհի Բարբուշատի թունելի կառուցման վերաբերյալ մեր ձեռք բերած պայմանավորվածությունը եւ համաձայնությունը եւ սա մի նոր փուլ է ոչ միայն հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար, այլև Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում նոր որակի ստանդարտ սահմանելու ճանապարհին Երբ նախագահ Մակրոնի հետ առաջին անգամ այս թեման քննարկել ենք, ես նաև մեր մոտիվացիայի մասին եմ խոսել նախագահ Մակրոնի հետ, տեսեք մենք անդադ խոսում ենք տարբեր ոլորտներում եվրոպական ստանդարտներ որդեգրելու անհրաժեշտության մասին եւ նաև մենք դե յուրե փաստաթղթերով իհարկե մեծ բարդություն չկա այդ ստանդարտները ամրագրել բայց նաև մեզ պետք են այդ ստանդարտները իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններ, հմտություններ, գիտելիքներ ունեցող ընկերություններ եւ ահա տվյալ դեպքում ֆրանսիական շինարարական կազմակերպությունների ներգրավումը հյուսիս-հարավ ճանապարհում, որը համոզված ենք իր հերթին ներգրավելու է տեղացի կապալառուների նոր ստանդարտները ոչ միայն որդեգրելու, այլև Հայաստանի տնտեսական կյանքում ընդլայնելու եւ տարածելու լրջագույն հնարավորություն է ստեղծելու։ Եվ սա մի օրինակ է, որը ի ցույց է դնում, թե
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինչպիսի անձնական ներդրում ունի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։ Ես ուզում եմ այս մի օրինակով ներկայացնել, որովհետև առաջին քայլը, որ տեղի է ունեցել այս փաստաթղթի ստորագրման ճանապարհին, իմ խնդրանքն է եղել նախագահ Մակրոնին, որ մենք այսպիսի նախագիծ եւ այսպիսի խնդիր ունենք, եւ նախագահ Մակրոնի աջակցությամբ այս ամենը իրականություն է դարձել եւ ընդհանրապես շատ հետաքրքիր է տեսնել եւ վերհիշել այն ճանապարհը, թե ինչպես են առաջ քաշվող գաղափարները վերածվում կոնկրետ արդյունքի։ Սա մեր երկրում իրականացվող սուպեր նախագծերից մեկն է հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը եւ այս համաձայնագրի ստորագրմամբ, որը իմիջայլոց փաստաթղթի ստորագրմամբ ամենաբարդ հատվածներից մեկի մասին ենք մենք խոսում հյուսիս-հարավ ավտոճանապարհի, որի իրականացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ հմտություններ, առանձնահատուկ կարողություններ եւ ինչպես բազմաթիվ նման դեպքերում Ֆրանսիան եւ նախագահ Մակրոնը կանգնեցին Հայաստանի կողքին եւ մենք այսօր կարող ենք ասել, որ հյուսիս-հարավ այդ հսկայական նախագիծը, սուպեր նախագիծը արդեն իսկ միսուարյուն է ստանում եւ մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչ քայլերով ենք այդ ճանապարհը ամբողջությամբ շահագործման հանձնելու։ Մենք նաև պաշտպանության ոլորտում ենք գործընկերություն հաստատել։ Ռազմավարական գործընկերությունը, որ մենք այսօր ստորագրեցինք, ավելի ամրապնդում է այս համագործակցությունը։ Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ինքնիշխանությունը ամրապնդել եւ կարելի ասել, սա մեր երկկողմ հարաբերությունների կարևոր հենասյունն է։ ԲՏԱ նախարարությունը հենց նոր ստորագրեց նաև պաշտպանական նորարարության հարցերով գործակալության հետ համաձայնագիր, որը թույլ կտա նոր ուղղություններ բացել այս ոլորտում։ Մեր գործընկերությունը հիմնված է նաև կրթության, գիտության, մշակույթի, ժառանգության ոլորտներում, երիտասարդության նաև ոլորտներում ձևավորված բազմաբնույթ կապերի վրա։ Մասնավորապես մշակութային ժառանգության ոլորտում ուրախ եմ արձանագրել այսօր ստորագրված երկու համաձայնագրեր, որոնք կապում են Ֆրանսիայի ազգային գրադարանը, Երևանի արվեստի եւ գրականության թանգարանի, ինչպես նաեւ Մատենադարանի հետ, ուր այցելել եմ այսօր առավոտյան։ Այս ամենից անդին մեր ռազմավարական գործընկերությունը նաեւ միտված է ձեզ աջակցել այն կայուն խաղաղության ոլորտում, որի համար դուք խիզախ որոշում եք կայացրել։ Մենք ցանկանում ենք եւ հաստատակամ ենք ձեզ ուղեկցել։ Ես ցանկանում եմ ողջունել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ոլորտում ուրեմն որոշ առաջընթացները եւ այս ամենը գալիս է ավելի զարգացնելու այն օրագարկը, որի շուրջ մենք քիչ առաջ խոսեցինք։ Ես վստահ եմ, որ մենք չպետք է սպասենք դրան, այսինքն հենց այս պահից հաշվի առնելով աշխարհում իրավիճակը գործել եւ հենց այդպես էլ մենք արեցինք վերջին տարիներին։ Մենք կառուցեցինք մեծ Եվրոպան իրական առումով եւ Հայաստանը հենց այդ ճանապարհն է անցել։ Ինչ է Եվրոպան, որը ընդունի, որ ասենք կայսրությունները իրար մեջ բաժանեն հարավային Կովկասը։ Սա չէ Եվրոպան։ Եվ նույն ձևով ո՞րն է Հայաստանի ապագան, եթե ոչ եվրոպական ապագա, սա միակն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն եւ հավասարակշռություն։ Եվրոպան դա ընդհանուր ծրագիր է։ Երեք մենք 47 հոգի ենք սեղանի շուրջ, ամեն մեկը ուներ նույն ժամանակը խոսքի համար, արտահայտվելու համար եւ սա այդ եվրոպական դնթն է, որը հարգում է մյուսներին, չի փորձում մյուսներին հնազանդեցնել, լինել դոմինանտ, դա վասալի տրամաբանություն չէ, որը այդպիսին էր անցյալում։ Այսինքն Եվրոպան դա այն ծրագիրը չէ, որ մյուսներին կանչում է պարտադրելով, թե ինչ պետք է անել։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ այո, շատ նպաստելի է Հայաստանի համար, հաշվի առնելով ժողովրդավարության եւ խաղաղության ընտրությունը, ինչը նա ընտրել է այս որոշումը։
Նախորդային նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Մակրոնի նախագահական նստավայրում տրվել է պետական ընթրիք։ Նախ տեղի է ունեցել պետական պարգևների շնորհման արարողություն։ Նախագահի հրամանագրով Հայաստանի և Ֆրանսիայի ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման համագործակցության ընդլայնման և խորացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի համար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է փառքի շքանշանով։ Մակրոնի որոշմամբ էլ Վահագն Խաչատուրյանն ու Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգիոնի մեծ խաչ շքանշանով։ Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգիոնի բարձրագույն շքանշանն է։ Արարողակարգի համաձայն երկու երկրների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնը պարգևատրվում է փառքի շքանշանով։ Տիկնայք և պարոնայք, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնը որոշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին պարգևատրել Պատվո լեգիոնի մեծ խաչ շքանշանով։ Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգիոնի բարձրագույն շքանշանն է։ Արդյոք եվրոպացիների հայտարարությունները չեն բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները։ Հարցին պատասխանել է ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի անում։ Երբ մենք պատերազմական վիճակում էինք անցյալում Ադրբեջանի հետ, Ռուսաստանը համ զենք էր վաճառում Ադրբեջանին, համ դաշնակցային հարաբերությունների մեջ էր եւ ասում էր մենք անկախ պետություն ենք եւ բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները, հայտարարել է ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանը նաեւ անդրադարձել է Բելարուսի արձագանքին իր նախկինում արած հայտարարության վերաբերյալ։ Ես կարծում եմ Հայաստանի նկատմամբ ՕԴԿԲ-ում գործընկերոջ նկատմամբ Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները եւ էլի ու շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները եւ քաղաքական կուրսը դա ամեն պետության ընտրության հարց է Հայաստանի Հանրապետության համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են եւ ես կարծում եմ որ ամեն պետություն իր օրինակն է ընտրում մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրանք մի քիչ այլ ճանապարհ են։ Պարոն Սիմոնյանից ոչ այնպեսի, ինչպեսին Հայաստանն է։ Իսկ ինչպես է պատահել, որ դուք դիվանագիտորեն չեք ձևակերպում ձեր ասելիքը, այլ շատ ավելի սուր, դա դրա բաժանմամբ է եղել, թե դուք եք այդպես։ Ես կարծում եմ այս տարիների ընթացքում ակնհայտ է, որ դա իմ բնավորության, իմ խառնվածքի մի մաս է եւ բացի այդ ես պարլամենտական գործիչ եմ եւ ավելի ազատ եմ, քան մեր որևիցե կոնկրետ գերատեսչության, պատասխանատվության ոլորտ ներկայացնող մարդիկ եւ պարլամենտականները շատ ավելի ազատ են իր խոսքի,
իրենց մտքերի մասով, կարծում նորություն չկա այստեղ։ Սիմոնյան, այսինքն Բելարուսի օրինակով Ոչ է կապել այդ Բելարուսը, մասնավոր ինչ օրակարգում փողոքի նոտան որ հղել են։ Ես չգիտեմ, ես ձեր մոտ կարդացի, որ տեղեկություն չկա, ես տեղեկություն չունեմ։ Ձեր լուրը ձեր մոտից եմ իմացել, որ դες բան է։ Բայց տեղյակ չեք ձեր հայտարարությունը։ Արդեն ասացի Շորջ ջան, արդեն ասացի։ Իսկ ձեր հայտարարության մասով որ Բելարուսի օրինակով եք ասում։ Բանոր Նարեկետին չենք խոսում։ Ինչ եմ ափսոսում, հասկանամ։ Բելարուսը Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը կախվածության մեջ քաղաքական չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական եւ մնացած բոլոր առումներով բարձրացնելու է եւ Բելարուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է, իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով եւ օրենքի գերակայությամբ։ Այլ հարցեր կա։ Ասմունյանք ազատության հետ կապված ռուսական հնչեցրած տեսակետները եվրոպացիների արդյոք ավելի չեն բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները։ Ես չգիտեմ, դուք գիտեք ինչ այդ տրամաբանությունը, որ Հայաստանի Հանրապետությունը իր շահերը պետքա միշտ հետապնդի միացած հետ նայելով տենա հանգարցակի Ռուսաստանը չի նեղսրտում, որքանով է ճիշտ։ Ես համարում եմ դա ճիշտ չի, որովհետև Ռուսաստանը, երբ որ իր շահերն առաջ տանում, ինքը չի նայում Հայաստանի Հանրապետության շահերին, ինքը կանգնում է այդ շահերի վրա, թե չի կանգնում այդ շահերի վրա, եւ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի դեմ որևիցե քայլ չի անում։ Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը, իր քաղաքական ուղղությունն է ապահովում։ Վերջացրեք, շատ վատ բան է այդ, որ տենց, կարող է ես այս մեկին բարև տամ, ինքը ջղայնանա։ Աղա ջան, ջղայնանում ես, ես բարև տվեցի, այդ տրամաբանությունը սխալ է։ Երբ որ մենք պատերազմական վիճակի մեջ էինք անցյալում Ադրբեջանի հետ, Ռուսաստանը համ զենք էր վաճառում Ադրբեջանին, համ դաշնակցային հարաբերությունների մեջ էր եւ ասում էր, որ մենք անկախ պետություն ենք եւ բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները։ Իսկ Հայաստանը պետք է տենց ճորտ լինի, իրան ասեն դու սրա հետ պետք է լավ լինես, սրա հետ պետք է լավ չլինես, որ հանկարծակի իրան բարևեցիր կամ դիմավորեցիր կամ հանկարծակի հյուրընկալեցիր, սենց ո՞նց կլինի։ Բայց Հայաստանը ավելի շատ կապված է Ռուսաստանի հետ, տնտեսապես ավելի Լսեք, չեմ ուզում կտրուկ բաներ ասեմ, բայց կախվածությունը ո՞րն է, եկեք ընտրենք, կամ մենք ծնկած ապրում ենք ինչ որ մեկի, լինի դա Ռուսաստանը, Ֆրանսիան կամ որևիցե մեկ այլ գերտերության սապոգի տակ եւ ձերներս կտրում ենք, ընտրություններ չենք ունենում, ազատ մամուլ չենք ունենում, կամ մենք փորձում ենք առանց որևիցե մեկի հետ պատերազմ անելու, թշնամանալու, ինչ որ մեկի վրա հարձակվելու քաղաքական կամ որևիցե այլ իմաստով, մեր փոքր պետությունը տեր կանգնենք, մենք տեր պետք է կանգնենք մեր երկրներին, հասկանում եք։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելարուսի ԱԳՆ էր կանչվել Բելարուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը։ Հայ դիվանագետին հայտնել են վճռական բողոք եւ հանձնել համապատասխան նոտա կապված հայկական կողմի իրենց ձևակերպմամբ վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ, նշվում է Բելարուսի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Այս մասին առավել հանգամանալից վերլուծական հատվածում շարունակենք։ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ եւ հացահատիկ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ, 4 վագոն հացահատիկ։ Աղմուկահարույց հայտարարություն է արել Անդրանիկ Քոչարյանը, նա ասել է, որ հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն կա։ Արտաշիրիմում են արել ընկերոջ գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանը։ Պատգամավորը հույս է հայտնել, որ Մարգարյանի ինքնասպանությունն ի վերջո կբացահայտվի։ Անդրադառնալով հիմնական վկաների ճակատագրերին, Անդրանիկ Քոչարյանը կարծիք է հայտնել, թե դրանք բացահայտման սպասող կարևոր դրվագներ են, որոնք հասարակությանը պահել են սթրեսի մեջ։ Խոսքը թե Վահրամ Խորխորունու սպանությանը, թե Արծրուն Մարգարյանի մասին է։ Եվ ըստ պատգամավորի դրանք պատահական սպանություններ չէին։ Քոչարյանը խոսել է նաև մարտի 1-ի մասին, հիշեցրել, որ մարտի 1-ը բացահայտված է, մնում է դետալացնել։ Ես իմացա, որ Մոսկվա դիմվել է ձեր կողմից, որպեսզի վկաներից մեկը արտահանձնի Հայաստանի Հանրապետություն եւ կարծում եմ դա էլի հնարավորություն կտա, բայց այստեղ իմ կարծիքով հիմնական բանը ով որոշում կայացրեց այս մարդկանց ազատվի, խփանմիջոցը փոխեն եւ գնան Լեռնային Ղարաբաղ։ Առանց այն ժամանակվա պաշտոնյաների, հատկապես գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու, սա անհնար է, առավել ևս առանց քաղաքական որոշում ունենալու։
Դատախազության 25 թվականի տարեկան աշխատանքի զեկույցում գրեթե անդրադարձ չարվեց 99 թվականի հոկտեմբերի 27-ի ոչռագործության դեպքին։ Տիտին գլխավոր դատախազ, անցյալ անգամ եմ հարցրել 27-ի հետ կապված կան այսօր վկաներ Ալիկ Հարությունյան, Նայիրի Բադալյան, Սամվել Ուզումյան, որոնց օր առաջ Հայաստանում լինել, որ տարիների ընթացքում եւ հիշողություննակորում այդ մարդիկ կարող է պարզապես ինչպես շատ վկաներ ֆիզիկապես գոյություն չունենան եւ մենք բացահայտման տեսանկյունից կարող է այդ հնարավորությունից զրկվենք։ Ես տվեցի ընդհանրապես մի քանի անուններ։ Հիմա հաջորդ հարցը, ինչքան ժամանակ ունեմ, հա։ Մարտի 1-ին։ Մարտի 1-ը մի հատ ցուցիչ էր, որտեղ ըստ էության այդ նույն մաֆիան, որպեսզի քաղաքական իշխանությունը պահպանվի, իրանք ամբողջությամբ դրսևորվեցին։ Եվ մի դրվագ ասեմ, որտեղ կարող է չասնեմ, ինչը վերջ ժամանակս քիչ է, բայց մի դրվագ 0030 դրա մասին շատ են խոսել, զինված ուժերի օգտագործման, բայց ստվերում մնացել Լեռնային Ղարաբաղի զինվորականների Հայաստան բերելը։ Մի դրվագ բերեմ Լենինգրադյան փողոցում տեղակայված էր Սպեցնազը, Սպեցի Գագո, ափսոս Սերյան Օյանասի, բոլորին ճանաչում է, Սպեցի Գագոյի գլխավորությամբ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բերված այս մեծականակ խումբը ղեկավարվել է Սամվել Կարապետյանը։ Հիմա Սպեցի Գագոյի ենթակայության տակ եղել է նաև Արթուր Ավանեսյանը։ Ձեզ ինչ որ բան ասեց այս անունը։ Ապրես։ Դա մեր հայտնի դեմ քաղաքավարված Կանդազն է։ Կանդազը։ Եկել էր Երևան ինչ աներ, իշխանությունն էին փրկում։ Չէ որ մեր նպատակները Լեռնային Ղարաբաղի հետ կապված գահավիժվեց հենց երբ որ տղա բերեցին Հայաստանի վրա, ընդ որում զինված։ Հələ ապորնի զինված խմբերը քիչ էին, Կանդազը, հիմա եկել է այստեղ, նորից եկել է ինչ կանդազություն անի։ Եվ այսպես վարչապետը մայիսի 9-ին Մոսկվա չի մեկնի քարոզարշավով պայմանավորված, այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է լրագրողների հարցինի պատասխան։ Ճեպազրույցում վարչապետն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, նաև պատասխանել հարցին, թե ինչ է արել Մակրոնը նման ընդունելության արժանանալու համար եւ արդյոք ռիսկային չէր Զելենսկու այցը, որը մշտապես սատարել է Ադրբեջանին։ Ռուսաստանի նախագահին տեղեկացրել են, որ քարոզարշավ բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին եւ արդեն հայտարարել ենք, որ քարոզարշավի ենք եւ մասնակցելու ենք քարոզարշավի եւ էլի ես սովորություն չունեմ մեկնաբանել են հայտարարությունները, որը անձամբ չեմ լսել եւ տեղյակ չեմ, բայց ընդհանրապես զվարճալի է լսել, որ որևէ մեկը, որը ընդհանրապես տեխնացու չի եւ չի կարող լինել, հայտարարում է, որ ինքը ընտրություններում հաղթելու է։ Հասկանում եք, ասինքն չի կարող ընտրություններում հաղթել մի մարդ, որը ընդհանրապես ոչ մի բանի տեխնացու է։ Չեք ավարտել ձեր հարցը։ Չեք ավարտել ձեր հարցը։ Գիտեք ինչ, բոլոր հրապարակված հարցումների համաձայն մեր վարկանիշը առնվազն կրկնակի ավելա ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժից, ասել էդ էլ մենք մենք չենք ասում։ Այսինքն դուք չգիտեք այդ հարցումները հրապարակվում են, դուք տեղյակ չեք այդ հարցումներից։ Շնորհակալություն, հաջորդ հարցը կենտրոնում։ Պարոն Փաշինյան, Ֆրանսիայի նախագահը այստեղ Եվ իմիջիայլոց ես ասեմ, ես ազգային ժողովում խնդիր եմ ձևակերպել եւ այդ խնդրով մենք քաղաքացիների հետ աշխատելու ենք, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը։ Մեր ծրագիրը դա է, որ նրանցից որևէ մեկը պետք է չհաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը։ Եվ կոնկրետ խոսում եմ Հայաստան դաշինքի մասին, խոսում եմ ուժեղ Հայաստան կուսակցության մասին եւ խոսում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին։ Այսինքն այդ կուսակցությունները հլա պետք է մտածեն խորհրդարան անցնելու մասին, այդ որ ասում են հաղթելու ենք, էս ենք անելու, ինչ ենք անելու։ Ծիծաղելի է ուղղակի։ Այդ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ Հայաստանում քաղաքական գործընթացի հետ ու ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, որևէ կապ չունեն։ Իրանց ինֆորմացիայի եւ ներշնչանքի աղբյուրները Հայաստանի Հանրապետությունում չեն այդ 100%։ Խաբքի երկրներ էլ շնորհավորել են
օրինակ Բելարուսը։ Օրինակ ես չեմ տեսել, որ օրինակ նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը, որը ջերմ ընկերական հարաբերություններ ունի Բելարուսի նախագահի հետ, կես բերան արտահայտված լինի այդ առիթով։ Էլ չեմ խոսում այդքան որ իմիջայլոց նույն ուժերը, էլի քանի որ արդեն հրապարակային խոսվել է դրա մասին, չէ, նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ արտահայտվել են, այդ թվում այդ դիտանկյունից։ Ես չեմ տեսել արձագանք։ Ինչի չեն արձագանքել։ Եվ որն է նրանց դիրքորոշումը։ Հիմա նույն Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան Դաշինքի ներկայացուցիչները Պրագայի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից առաջ երկու անգամ ամենաբարձր մակարդակով հնչել է Ռուսաստանի Դաշնության կողմից հայտարարություն Ղարաբաղի Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ։ Իրանք ոնց են մեկնաբանում դա։ Ես չեմ լսել այդ մեկնաբանությունը։ Հաջորդը ես ուղիղ ասել եմ Բելարուսի նախագահը ուղիղ Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը միջև այդ թեմայով դիրքորոշում չի արտահայտել։ Թող արտահայտի դիրքորոշումը։ Բելարուսի նախագահը հայտարարել է, որ հայերը ոչ մեկի բացի բանից ԵԱՏՄ-ից պետք չեն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը թող արտահայտվի այդ առիթով։ Ինչ վերաբերվում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում էլ այդ թեմայով արել եմ հայտարարություններ, մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել եւ ես ասել եմ, որ դեռ գիտեք երբ եմ ասել դա, կամ 22 կամ 23 թվին, չեմ հիշում, ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի։ Եվ դուք գիտեք, որ թե Ալմաթայի հռչակագիրը ինչ կարևոր եւ սկզբունքային նշանակություն ունի մեզ համար եւ մենք հենվում ենք Ալմաթայի հռչակագրի վրա եւ այդ հենքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Եվ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, ինչ վերաբերում է թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինչ է արել, մայիսի 28-ին կտեսնենք ինչ է արել։ Ինչի պատմեմ։ Ցույց կտամ։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 700 տոննա ցորեն եւ 133 տոննա ալյումին։ Սա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ալյումինի առաջին մատակարարումն է։ Տվյալ երթուղով Հայաստան է ուղարկվել ընդհանուր առմամբ 26000 տոննա ցորեն, ավելի քան 3800 տոննա պարարտանյութ եւ 68 տոննա հնդկաձավար։ Բացի տրանզիտային մատակարարումներից Ադրբեջանը շարունակում է նաեւ նավթամթերքի արտահանումը դեպի Հայաստան։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան մատակարարումներն իրականացվում են երկաթուղային ճանապարհով, օգտագործելով նաև Վրաստանի երկաթուղային ճանապարհները։ Վեդիում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ ձերբակալվել է, քննչական կոմիտեն է հայտարարել։ Ավելի վաղ գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել ԱԵ-ի եւ ԴԱ-ի նկատմամբ։ Հիշեցնեմ, փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին ՎԵ-ն օգտվելով դստեր անօգնական վիճակից մտավոր հետամնացություն ախտորոշմամբ կատարել է անառակաբար ու արարք։ Դուժողի քույրը, որը նույնպես անչափահաս է, հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն է մոտեցել անծանոթ տղամարդ Արթուր անունով, համոզել նստեցրել ավտոմեքենան դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին առկա շինության մոտ ու սեռական հարաբերություն ունեցել։ Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ հակասական ցուցմունքներ։ Նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են ընտանիքի անդամները, մանկավարժները, անչափահասների մատնանշած անձինք։ Փաստաբանը 3 հայտնել էր, որ աղջիկների հորեղբայրը դանակահարել է մանկապղծության համար մեղադրյալներից մեկին, ինչի համար ձերբակալվել է։
19-ամյա վարորդը 2 ամիս կմնա տնային կալանքի տակ։ Տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 ամիս ժամկետով։ Քննչական կոմիտեն է հայտարարել։ Հիշեցնեմ, օրեր առաջ երիտասարդը Երևանում մեքենայով մտածված գերազանցել է արագությունը, վթարային իրավիճակ ստեղծել եւ տեսանկարահանել արարքը։ Գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել տղայի նկատմամբ 3 հոդվածով։ 3 համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները վարորդին հայտնաբերել, ձերբակալել եւ ներկայացրել են նախաքննական մարմին։ Եվ այսպես Հայաստանի եւ Լատվիայի նախագահներն առանձնազրույցի եւ պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել։ Նախագահները ողջունել են Հայաստանում Եվրամիության անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության նոր առաքելություն ստեղծելու որոշումը։ Նրանք վերահաստատել են հանձնառությունը Հայաստանի եւ Եվրամիության միջև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր ռազմավարական օրակարգի շրջանակներում։ Այս համատեքստում նախագահներն աջակցություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հետագա առաջմղմանը, ինչպես նաև եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին տրամադրվող աջակցության շարունակությունը։ Ողջունելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի պատմական դինամիկան, Ռինկևիցը բարձր է գնահատել Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղված շարունակական ջանքերը, նաև ողջունել Հայաստանի հաստատակամ հանձնառությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Անդրադարձ է եղել նաև TRIP նախագծին։ Մենք առանձնահատուկ գնահատում ենք Լատվիայի հետ մեր հարաբերությունները, դրանք բարեկամական են, եղբայրական են։ Շնորհակալություն ենք հայտնում Լատվիային այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, հատկապես ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։ Ողջունում եմ ձեզ մեկ անգամ եւս, հույս հայտնում, որ ձեր այցելությունը մի նոր խթան կդառնա մեր հարաբերությունների շարունակականություն ապահովելու համար։ Ուղղակի հիշեցնեմ, որ վերջին անգամ պաշտոնական այս մակարդակով այց եղել է 2015 թվականին։ Այնպես որ կարող է ձեր այցը նաև պատմական դառնալ։ Նախորդին կայացել է վարչապետի եւ նախագահի հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով մայիսի 8-ից արձակուրդում է լինելու։ Այն կընդհատվի միայն մայիսի 28-ին, որպեսզի պետական տոնի օրը որոշակի պարտականություններ ունի կատարի եւ գուցե նաեւ աշխատանքային ինչ-որ հարցեր լինեն այդ առիթով։ Նախագահն էլ շնորհակալություն է հայտնել տեղեկության համար, վստահություն հայտնել, որ վարչապետի կողմից, կառավարության կողմից, իշխանության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրությունները անցնեն թափանցիկ առանց որևէ խնդիրների եւ ընտրության արդյունքները կասկած չհարուցեն, որովհետեւ այս տարիների ընթացքում մեզ համար ամենամեծ փորձությունը միշտ եղել է ընտրությունը եւ վատ իրադարձությունները տեղի են ունեցել հենց ընտրությունների եւ հետընտրությունների ընթացքում։ Ամենակարևոր խնդիրն է նա, որ մենք ապահովենք մեր պետական ինստիտուտները, Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի արտահայտությունը եւ իհարկե քաղաքական գաղափարների եւ ասելիքի ազատ մրցակցությունը երկրում դա ամենակարևոր բանն է, որպեսզի նաեւ ընտրությունների արդյունքները արտահայտեն ժողովրդի կամքը եւ իհարկե նաեւ ընտրությունների եւ ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցության դեմ պայքար պետք է տեղ ունենա, որը մեր պետական ինստիտուտների գործն է եւ իհարկե մենք վերջին տարիներին ամեն ինչ արել ենք, որ կարողությունները Հայաստանի Հանրապետությունում զարգանան, որպեսզի նաեւ այդ առումով արդյունավետ պայքար հնարավոր լինի մղել եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ մեր ինստիտուտները կարողանան այդ գործառույթը իրականացնել, որպեսզի ամեն ինչ մնա բացառապես քաղաքական գաղափարների եւ ասելիքի մրցակցության դաշտում։ Մեր հասարակության մեջ տեղի ունեցել, ամրիշտ մեր պետության մեջ հանրային արդյունքի բաշխման փոփոխություն։ Եթե ժամանակին այդ հանրային արդյունքի ստեղծողների թիվը շատ փոքր էր, ասենք 40 մեծահարուստ մարդին։ Հիմա այդ թիվը անգամներով, զրոներով ավելացել է։ Եվ դրա արդյունքում է, որ մարդիկ սկսվել են եւ լավ ապրել եւ գործարարությամբ զբաղվել եւ տնտեսության մեջ հաջողություն կա։ Եվ դրա արդյունքում է, որ մեր երկրում անհավասարությունը պակասել է։ Ես սկսեցի խորանալ, պատճառը ի՞նչն է։ Շատ պրիմիտիվ է բացատրությունը, որովհետեւ օրենքներ են աշխատում, օրենքները հասանելի են, բառ ենք մենք օգտագործում ներառական։ Այ մեր տնտեսական քաղաքականության եւ ընդհանրապես երկրում վարվող քաղաքականության ներառականության մակարդակն է բարձրացել եւ հասանելի է դարձել։ Եվ երբ որ մեր ծրագրերն եմ նայում ես,
այն ծրագրերը, որ կառավարությունն է նաև ներկայացնում, դրանց մեջ այդ գործոնը շատ կարևոր է։ Եվ դրանով է պայմանավորված նաև ժողովրդի վերաբերմունքը։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է, այն տևելու է մինչև հունիսի 5-ը։ Մասնակցում է 19 կուսակցություն եւ դաշինք, ռեֆորմիստներ, բոլորին դեմ եմ, Ուժեղ Հայաստան, Շնորհապետական, Նոր ուժ, Միասնության թևեր, Բարգավաճ Հայաստան, Ազգային ժողովրդավարական բևեռ, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք, Հայ ազգային կոնգրես, Հանրապետություն, Քրիստոնեա ժողովրդավարական, Ալյանս, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, Ժողովրդավարական համախմբում, Քաղաքացիական պայմանագիր, Հայաստան դաշինք, հանուն Հանրապետության, Լուսավոր Հայաստան։ Առավոտից նրանք շրջում են մայրաքաղաքով ու մարզերով, զրուցում քաղաքացիների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը։ Հիշեցնենք, ընտրությունները հունիսի 7-ին են։